Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 9-ը 2026 թվական։ Կարճ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ավանդական ճեպազրույցին, ամեն 5 շաբթի օր առանձնապես նոր բաներ չէր ասում, ուղղակի քանի որ դա Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո էր, ուղղակի տեսնենք ի վերջո ինչ է ասում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է. «Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության»։ Այսինքն ոչ իր թիկունքում, ոչ էլ ի հեճուկս Ռուսաստանի ոչ մի բան չեն պատրաստվում անել։ Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ։ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր դերակատարներից է։ Մասնավորապես Չինաստանից եւ դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով։ Ղազախստանի մեր գործընկերները փորձում են հասկանալ, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում եւ ինչ նոր հնարավորություններ կբացվի իրենց համար։ Այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չէ, որ հետաքրքրված է, բազմաթիվ երկրներ են հետաքրքրված։ Մենք այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների եւ իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ։ Այս ամեն ինչ իհարկե Ղազախստանի մասին խոսելը Ղազախստանից ուրիշ բան է, չէ՞, մեր հասարակությունը սպասում է։ Վերջո Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կոնցեսիոն պայմանագիրը մեր երկաթգծի Ռուսաստանը լավ կլինի տա Ղազախստանին։ Եվ մարդիկ ուզում են իմանան հիմա դա ինչ է իրանից ներկայացնում։ Անդրադառնալով երկաթուղու հարցին Փաշինյանը նշել է, որ հնարավոր է այդ հարցին եւս անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենալու։ Այսինքն որևէ քննարկում տեղի չի ունենալու Ռուսաստանի թիկունքում, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ խոսել է այդ երկաթգծի այն հատվածների մասին, որոնք որ Հայաստանից դուրս եկողներն են եւ որոնք որ Ռուսաստանը խոստացել է, որ կվերանորոգի եւ դրանք կաշխատեն, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, ախր երբ որ դա Ռուսաստանի ձեռքին լինի, թրիփի մեր գործընկերները դժգոհ կմնան, թե ինչ գործ ունի Ռուսաստանը այդտեղ մտնի, որի պատճառով մեր դերակատարությունը կսահմանափակվի, ծավալները այդ հարցով։ Բայց ի վերջո արդյունքում ինչին է հասել Նիկոլ Փաշինյանը։ Վլադիմիր Պուտինը համաձայնվել է, որ կոնցեսիոն պայմանագիրը զիջի որևէ երրորդ կողմի, ոչ։ Մյուսը Նիկոլ Փաշինյանը միակողմանի ցանկություն ունի դադարեցնելու կոնցեսիոն պայմանագիրը Ռուսաստանի հետ, ոչ։ Հնարավորություն ունի դադարեցնելու, այո։ Եթե պայմանագիրը միակողմանի խզի, Ռուսաստանը կարող է արբիտրաժային դատարանով իր իրավունքները վերականգնել, ոչ։ Բայց դեպքում ինչի՞ չի անում Նիկոլ Փաշինյանը, եթե այդքան դա կարևոր է, մանավանդ որ նոր գործընկերություն է սկսել, մեր տարածաշրջանով գործընկերների հետ լավ հարաբերություններ հաստատել եւ այդ ամբողջ տրանզիտը անցնելու է Հայաստանի տարածքով եւ ընդամենը խոչընդոտը նա է, որ Ռուսաստանն է երկաթգիծը կառավարում։ Բայց ինչի՞ չես անում։ Որովհետեւ Ռուսաստանի դեմ ոչ մի բան չես ուզում անես, չես էլ համարում ես, որ չես էլ կարող անել։ Եվ այնպես չի, որ եվրոպացի գործընկերներն էլ պարբերաբար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի դեմ դուրս չեմ գալու, Ռուսաստանի դեմ որևէ բան չեմ անելու։ Այնպես չի, որ մենք ասում ենք ինչի դեմը դուրս չես գալի կամ ինչի չես պատերազում։ Այդ նույն Եվրոպան հաստատ նման խնդիր Հայաստանի առաջ չի դնի, այն պարզ պատճառով, որ իսկ իրանք ուղիղ պատերազմում են Ռուսաստանի հետ, որ մեզ ասեն դուք ինչի չեք անում։ Դե արեք նայենք ձևը սովորենք։ Խնդիրը ամենևին այն չէ, որ մենք պատրաստում ենք սա զենք ու զոր կառնենք Ռուսաստանի դեմ դուրս գանք։ Խնդիրն այն է, որ մենք անընդհատ խորանում ենք Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եվ դա մեզ հնարավորություն չի տալիս նույնիսկ կամավոր ձևով անել այն քայլերը, որով մեզ կպոկի Ռուսաստանից։ Սա է։ Թե չէ Եվրոպան էլ ինչ ձևի մեզ բացատրի, որ պատրաստ է մեր հետ համագործակցել։
Այսինքն սա ակնհայտ ցույց է տալիս, որ ավելի մանրամասը ես չասեմ, թե ինչու արբիտրաժային դատարանը ի վնաս Ռուսաստանի որոշում կկայացնի, մանրամասները եթե կուզեն իշխանությունները իրանք կբացատրեն։ Ես ուղղակի ձեզ ասում եմ փաստ, որ այդ հարցում որևէ խոչընդոտ, որևէ դժվարություն չկա։ Հիմքերն էլ կան Ռուսաստանին զրկել, բայց Նիկոլ Փաշինյանը դրան չի գնա։ Ուրեմն թող անկեղծորեն ասի, որ այո, Վլադիմիր Պուտինի հետ խոսալուց հետո իրան չհաջողվեց համոզել հայկական երկաթգծերի ուղիները վերցնել Ռուսաստանից։ Վերջ։ Էլ Ղազախստանի անունը տալ, իրանք լավ կլինի, իր այդ կքննարկենք, եթե Ռուսաստանը դեմ չլի։ Ռուսաստանը պարզ ասել է, որ ես դա անելու եմ։ Չանելու էլ քեզ չի տալու։ Որ քեզ չտա էլ դու էլ ձեռիդ չես վերցնելու։ Սա ունենք։ Այս է Ռուսաստանի հետ հարաբերությունը, որ մենք պատկերացնենք։ Եվ դրա համար ամենևին զարմանալի չէ Նիկոլ Փաշինյանի հաջորդ հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական եւ մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք։ Մենք բարեկամական երկխոսությունից դուրս ենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Այսինքն, եթե ընտրություններից առաջ պայմանավորվում ես միատել հանդիպել ընտրություններից հետո, նշանակում է թե Վլադիմիր Պուտինը, թե Նիկոլ Փաշինյանը եկել են այն համաձայնության, որ երկու կողմին էլ ձեռնտու է, որ ընտրություններից հետո, որովհետև հունիսի 7-ը հունիսի առաջի կեսում է։ Այսինքն, եթե երկրորդ կեսին որոշել եք հանդիպել, այսինքն ընտրություններից հետո, այսինքն Վլադիմիր Պուտինը ուզում է ակնհայտորեն ցույց տա, թեկուզ այդ անթակույց, որ դե Վլադիմիր Պուտինը գիտի, որ Նիկոլ Փաշինյանն է ընտրվելու, էլ ինչի մասին է խոսքը։ Դե մեզ նորություն չէր, որ մենք գիտեինք, որ դա ավելի շատ հավատարմության երթումը հաստատելու նպատակ էր հետապնդում Պուտինի հետ հանդիպելը։ Իսկ հենց առերևույթ ցույց տալ, որ ինչ որ տարաձայնություններ կա, այստեղ էլ մեր ժողովրդի համար, որ ասեն այդ տեսակ ոնց գնար Պուտինին տեղը դրեց։ Հիմա ես որ հայտարարում եմ, որ Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի թիկունքում մի հեճուկս Ռուսաստանի ոչինչ չեն կանելու։ Այս են տեղը դնող տղու հայտարարություններն, հա։ Այսինքն ակնհայտ եւ պատահական չի։ Նաեւ Եվրամիության հետ կապված ու ԵԱՏՄ-ի հետ կապված էլ Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազորություն խոսեց, որ այդ ամեն ինչը հստակեցել եմ, առայժմ հակասող բան չկա, երբ որ հակասություն կառաջանա, նոր կքննարկենք։ Հակասող բան իհարկե պետք է չլինի, որովհետեւ դու միտեղ համակարգի անդամ ես ԵԱՏՄ-ի, մաքսային միության անդամ ես, համակեցության կանոններով առաջ ես գնում, լայնացնում ես հարաբերությունը, խորացնում ես հարաբերությունը, իսկ Եվրամիության հետ կապված ընդհանրապես նես կոսմետիկ հայտարարություններ եւ կոսմետիկ քայլեր։ Ոնց պետք է դա հակասի։ Հակասություն առաջանալու այն ժամանակ, երբ որ դու մի քայլ անես, որ այս համակարգին խոչընդոտ հանդիսանա, ու դու ստիպված ես կամ այդ քայլը չանես, կամ առաջ գնաս, ստեղից դուրս գաս։ Եթե ասում ես ստեղից դուրս գալու ցանկություն չունեմ, նշանակում է ստեղ երբեք չես գնա այնքան առաջ, որը կհակասի նրան։ Էլ ինչի մասին է խոսքը։ Դա էլ այդ շարունակությունը, որ որևէ քայլ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի շահերի դեմ չեն արել ու չեն անելու։ Իսկ այն, որ կարող է սահմանից դուրս գա ռուս սահմանապահը, այդ էլ Նիկոլ Փաշինյանը շտապել է ասել, որ դե մենք ժամանակին չունեինք այդ ծառայությունը, չունեինք փորձառու մասնագետներ, ռուսները օգնեցին, որ մենք այդ մարդիկ ունենանք, շնորհակալություն հայտնեցին, որ իրանք օգնեցին։ Այսինքն նույնիսկ դա, որ իր կողմնակիցները ուզում են ցույց տան, որ տեսակ ոնց ռուսներին դուրս արեց, ինքը շտապում էր հրապարակային հայտարարել, որ Ռուսաստան ջան, հանկարծ չնեղանաս։ Եթե մեր մոտ ինչ որ հրապարակային մարդիկ տես բան են ասում, հո դա իմ կարծիքը չի։ Ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք այդքան մեզ օգնել եք։ Այսինքն, որպեսզի պատկերացնեք ընտրություններից առաջ մեր օրակարգը։ Օրակարգը իշխանությունն է, որը որ լիովին իր ծրագրերը համապատասխանեցնում է Վլադիմիր Պուտինի շահերին, օրակարգը ռուսաստան ընդդիմությունն է, որը որ ասում է Վլադիմիր Վլադիմիրովիչ ավելին կանենք, քան Նիկոլ Փաշինյանն է անում։ Վլադիմիր Վլադիմիրիչը որևէ շահ չունի մտածելու, թե այս երկու ռուսամետներից ով է։ Ով ուզում ալի նա իրանն է, ինքը ինչ խնդրեմ ունի որ։ Բայց խնդրեմը մենք ունենք։ Խնդրեմը մեր հասարակությունն ունի, մեր պետությունն ունի, որ սա մեր համար առաջընթացի ճանապարհ հաստատ չի։ Մենք տեսնում ենք կռիվը ինչի մեջ է գնում։ Ոնց են ողողել այս օրակարգով երկիրը եւ այդ պարագայում, այսինքն ուզում են աշխատացնել այս սցենարը 2021-ին եւ 2021-ի արդյունքում ինչ եղավ։ Խորհրդարան եկավ մի իշխանություն, որը որևէ խնդիր չունի Ռուսաստանի հետ, խորհրդարան եկավ երկու ռուսամետ ընդդիմություն։ Արդյունքում մենք 5 տարվա իրենց աշխատանքից ինչ հասկացանք։
Մի կողմին մեղադրեց, մի կողմն էլ ասեց դուք բանակը թալանել եք, դուք վատ բանակցել եք եւ այլ եւ այլ։ Էս էր։ Սա ենք ուզում հաջորդ 5 տարվա համարել։ Եվ դրա համար ամեն ինչ անում են, որ որևէ այլ ընտրանք չլինի։ Ամեն ինչ անում են, որ հանկարծ որևէ մեկը, որ ասի եկեք այս արատավոր շղթայից դուրս գանք, իրանք չհետաքրքրի։ Եվ երբ որ խոսում ենք այլ ընտրանքից, ասում ենք այո, Ռուսաստանի եւ Թուրքիայի արանքում այլ ընտրանք ունենք Եվրոպան։ Սամվել Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի արանքում այլ ընտրանք ունենք, որ եթե մենք ներկայանանք ենք Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, նրա ղեկավար Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ, ես էլ ընդգրկված եմ այդ ցուցակի մեջ, մենք ասում ենք սա է մեր այլ ընտրանքը, բայց ինչի են համառորեն հարձակվում նաև մեզ վրա, որ այ տեսեք իրանք կամ նրա պատվերն են կատարում կամ նրա պատվերը ու երկու կողմն էլ հաստատ գիտեն ում պատվերն են կատարում, համառորեն դա տարածում եւ այլ, որովհետեւ մի պատճառ կա, իրանց երկու կողմին էլ ձեռնտու չի, թե իշխանությանը, թե ռուսամետ ընդդիմությանը, որ որևէ մեկ այլ ընտրանքային ծանրակշիռ ձայն հավաքի եւ խառնի երկուսի խաղաքարտերը, ոչ նա կարողանա մեծամասնություն ստանա, ոչ նա կարողանա մեծամասնություն ստանա։ Այդ դա է պատճառը, որ նույնիսկ քաղաքական ուժեր, որոնք տարբեր սոցիոլոգիական հարցումներով 0-ից մի փոքր ավել ձայն էլ չունեն, գոնե այնքան չունեն, որ գոնե ցուցակի մեջ իրանց անունն էլ գրած լինի։ Մեկ էլ տեսնում ես հարցակվում են մեզ վրա, բա բեզանից ձայն են փախցնում։ Կարելի դուք ձենուր եք, մենք էլ փախցնում ենք։ Լավ չեք հավատում սոցիոլոգիական հարցումներին, լավ եք անում։ Դուք ինքներդ կազմակերպեք ձեզ համար որպես աշխատանքային քննարկում։ Նստացրեք ձեր աջակիցներին, թող զանգեն մարդկանց, տարիքները հարցնեն, որ սոցիալական խմբերին են պատկանում, կին են, տղամարդ են, Երևանում են ապրում, մարզերով են ապրում, հատուկ ստանդարտ ձև կա, էլ մի բարդ բան չի։ Անպայման չի դա անեք հրապարակեք, ձեր համար արեք ու տեսեք, դուք ինչքան ձեն ունեք, ով է ձեր ձենը փախցնելու։ Այդ դուք եք ուրիշի օրակարգ սպասարկում, որ մտածում եք հանկարծ որևէ մեկը չլինի, որը որ ձայն ստանա, որով խառնի Նիկոլ Փաշինյանի կամ ռուսամետների խաղաքարտը։ Այս է հարցը։ Դրա համար ժողովուրդ ջան, նրանք ովքեր ցանկություն կունենան օգնելու, թե ալիքին, դա պարբերաբար ես նշում եմ, ժամանակին այդքան հաճախ չէի նշում, բայց դե հիմա տեսնում եք, էս է մեր ունեցածը, դրանով ենք պայքարում։ Դրա համար եթե հավանում եք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը գրեք, մեկնաբանություններ գրեք, հարցեր, մաքսիմալ տարածեք ձեր ծանոթների միջոցով, զանգեք, ներկայացրեք, շատերը տեղյակ չեն, ասեք, որ այս կարգի նյութերին ծանոթացեք, մարդիկ պատկերացում ունենան, շատ-շատերն են ինձ գրում, որ ասում են մենք ձեր գործն էլ ենք անում, մարդկանց զանգում ենք, ասում ենք ծանոթացեք, նյութեր ենք ուղարկում, շատ շնորհակալ եմ այդ աջակցությանը, բայց հավատացնում եմ դա մեր ընդհանուր գործն է, մեր գործը չի, որովհետև մենք ուզում ենք դա անենք, որ կյանքի կոչենք մեր ծրագիրը, իսկ կյանքի կոչենք ձեր ծրագիրը, այդ կյանքի կոչենք ձեր երեխաների ապագայի ծրագիրը։ Եվ եթե նրանք էլ ովքեր ցանկություն կունենան ֆինանսական աջակցություն ունենան, նյութի նկարագրական մասում կա եւ Patreon համակարգ եւ PayPal համակարգ, որը Միացյալ Նահանգների տարածքում է կիրառվում, եւ բանկային փոխանցման, եւ արագ փոխանցման, եւ քարտային փոխանցման, մի խոսքով ամեն ինչ բոլոր հնարավորությունները, բայց անկեղծորեն հավատացեք, շատ ավելի կարեւոր է, որ դուք կապ հաստատեք նաեւ Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, եւ շատ ավելի ծավալային հարցեր են արվում, դուք պատկերացնում եք ամբողջ հանրապետության մասշտաբով այցելություններից սկսած, բուկլետներով սկսած, հազարով մի հարցերով, հազարով մի նյութերով, այն անհրաժեշտ բաները, որը որ գոնե նվազագույնը, որը պետք է կարողանանք անենք։ Եվ բացի դրանից էլ իմ նյութի նկարագրական մասում այլևս այսօրվանից երեկվանից արդեն դնում եմ նաև Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի ակտիվների հեռախոսահամար ու տվյալներ, կապ հաստատեք, մարդիկ կան, որ իրենց աջակցությունը ցանկանում են հայտնել, իմանան ում հետ կապ հաստատեն եւ իմանան ոնց հանդիպեն, ինչ անեն, մարդ կա անշահախնդիր, ասում է կօգնեմ այդ բուկլետների տարածման հազարով մի արտերում, մարդկանց հետ կապ հաստատեք, հենց իմ նյութի նկարագրական մասում է դրած, որ դժվար չլինի դա գտնեք։ Հիմա դա ուղղակի ասեցի, հիմա անցնենք մեր հաջորդ քայլերին։ Foreign Policy-ին հաղորդում է։ Երևանյան աղբյուրները հայտնում են, որ TRIP նախագծի շրջանակներում տարածքի ուսումնասիրման նպատակով ամերիկյան ընկերության ներկայացուցիչների այցը հետաձգվել է Իրանի հետ պատերազմի պատճառով։ Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վավերած քաղաքականությունը կարող է վտանգել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը։ Եթե Հայաստանի իշխանությունները գտնում են, որ այս ինչ որ տարածվել է դրսում
չի համապատասխանում իրականությանը, թող իրանք փորձեն հերքել, բայց Նիկոլ Փաշինյանը իրանցից ավելի շուտ ասեց, որ հիմա դե թլիփի ժամանակը չի, հիմա չնայած ասում են, որ ընթացքով գնում է, դե ի՞նչն է ընթացքով գնում, երբ որ դուք չգիտեք այս անորոշության պարագայում, անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան, եթե նույնիսկ 2 շաբաթով դադարեցրել են, որ խնդիրն են լուծել, որ մենք համարենք, որ այլևս տևական խաղաղությունը ինչ է տեղի ունեցել, տապալվել է Իրանի իշխանությունը, չէ, ընդդիմությունն եկել է իշխանության, չէ, վերացրել է միջուկային պահուստները, ոչ, բալիստիկ հրթիռներ այլևս չեն արտադրում են, պաշարներ ունեն, դրոնների ունեն, այո, շատ ծանր հարված է հասցված Իրանին, բայց եթե ծանր հարվածից հետո հարցը վերջնական ավարտացելներ, Դոնալդ Տրամպը վճռական հարվածից առաջ, որ ուզում էր վերադարձնել Իրանին քարեդար, 2 ժամ առաջ չէր դադարեցնում, ասում էր, վայ Պակիստանի վարչապետն ասեց, եկեք բանակցենք, եթե դու արդեն պատրաստ էիր հարվածելու ու նրանց քարեդար էիր ուղարկելու, ինչից էիր վախենում, որ քարեդարում իրանք քարի պարսատիկով խփեն Ամերիկայի նավերին, ինչին էին խփելու, ինքնաթիռներին, կործանիչներին, եթե տես լավ պարսատիկ կարողանում են օգտագործել, քարը շպրտել, բան չունեմ ասելու, կարելի է վախենալ, բայց դուք տեսաք, որ շատերը անգամ ինձ ասում են, դուք օբյեկտիվ չեք, Իրանում ջախջախել է Ամերիկան եւ այլ, հարգելիներս, եթե Ամերիկան Իրանին ջախջախել է, ուրեմն Իրանը այլևս չէր դիմադրի, եթե Իրանը դիմադրում է, ուրեմն դուք օբյեկտիվ չեք, կարող է ձեր համակրանքը Ամերիկայի կողմն է, հաստատ ավելի շատ չի, քան իմ համակրանքը, բայց դա թույլ չի տա մեզ, որպեսզի մենք ճշմարտությունը աղավաղենք, եթե Իրանը ինքը կտրուկ ձևով ասում է, որ չեմ գնա բանակցությունների, եթե իմ ուզածը չանես, այդ պարագայում ուրեմն այդպես չի, որ այդ հարվածները, որ ջախջախիչ է, այդքան էլ ջախջախիչ չի, ինչքան դուք եք կարծում, կամ այդ դեպքում ինչի չեն հանձնվում, ի՞նչն է պատճառը, կամ ինչի ներքին ցնցումներ չի լինում, ինչի դուրս չեն գալի իշխանության դեմ, ինչի ժողովուրդը փողոց դուրս չի գալի, ուր մնաց ձեր ասած այդ ջախջախիչ հարվածի արդյունքը, եթե այլապես Դոնալդ Տրամպը, որը քարեդար էր ուղարկում, մենակ ուղարկել է, արդեն եթե 2 ժամ առաջ կանգնացել, նշանակում ամեն ինչ պատրաստ էր հարվածի համար, չէ, բարդ է հասկանալ, դա նշանակում է Իրան պետք էր մի առիթ, որ այդ վճռական հարվածը չհասցնի, որովհետև հետևանքները Իրան պարզ չէր, հիմա դե նայենք այդ շարունակությունը, որովհետև մենակ թրիփը չի հարցը, որ Իրանի հետ կապված պատերազմը շարունակվի, այդ զինադադարը մենք չենք համարում, որ դա արդեն ձեռք բերված պայմանավորվածություն է ու վերջնական, որովհետև եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները իրենց նպատակներին չեն հասել, եւ ընդհակառակը ավելի շատ վախենում են, որ ասես կիսատ մնա, դա խնդրեմ է, իսկ Իրանն էլ ամեն դեպքում, եթե շարունակում է համառորեն պնդել, որ ես չեմ զիջելու, ուրեմն նշանակում է ինքը մտածում ավելի լավ է հարվածը հիմա ուտի, քան թողի հետո, ու այնպես չի, որ ինքը ծանր հարվածներ չի կերել, բայց չէ է համաձայն հիմա դրան, որովհետև ինքը համարում է, որ այդ ժամանակը ի վնաս ի օգուտ Ամերիկայի կլինի ու Իսրայելի, որ ուժերը վերադասավորի, Հիմա դե դրա համար շարունակենք, Իրանի փոխնախագահի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, Իրանի հակառակորդները երբեք չեն հասնի Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը, այսինքն ուշադրություն է, 10 կետը, որ Իրանը ներկայացել էր, ասել էր ուրանը պետք է հարստացնենք, Ամերիկայից ասին տես բան չկա, ինքն էլ ասում է մենք չենք դադարեցնելու դա, այսինքն սա խոսում է ինչի մասին, խաղաղության մասին, Իրանի հարստացման ծրագիրը սահմանափակելուն ուղղված հակառակորդների պնդումներն ու պահանջները լոկ երազանքներ են, որոնք գերեզման կգնան։ Էսլամիի կարծիքով Իսրայելի եւ ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ նրանց ոչ մի արդյունք չի բերել, եւ հիմա նրանք ցանկանում են փորձել զիջումներ կորզել Թեհրանից բանակցությունների ժամանակ։ Այսինքն, սա հիմա դուք տեսնում եք, որ այս մարդիկ պատրաստում են զիջումների կամ իրանք խնդրել են, որ ամերիկան խաղաղության գնա։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ բանակցությունների մեկնարկից առաջ արդեն խախտել է Իրանի 10 կետանոց առաջարկի 3 հիմնական կետ, ներառյալ Լիբանանում հրադադարի խախտումը, անօդաչու թռչող սարքով Իրանի օդային տարածքներ տապանձելը եւ Իրանին ուրան հարստացնելու իրավունքից զրկելը։ Լիբանանն ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված երկշաբաթյա հրադադարի առանցքային անբաժանելի կողմն է։
Իրանը պնդում է, որ ինքը այդ 10 կետի մեջ Լիբանանը ներկայացրել է։ Ամերիկան ասում է, տես բան չկա, մենք Լիբանանի հետ կապված չենք պայմանավորվել։ Այսինքն դեռ չեն սկսել բանակցությունը, 2 օր հետո պիտի սկսեն, բայց արդեն մինչև բանակցություն սկսել է, իրանք արդեն իրար չեն հասկանում։ Իրանք արդեն, որովհետև Ամերիկան գիտի, որ չի հասել իր նպատակին։ Իրանն էլ ասում է, ինչի թողենք, որ հետո հասնի իր նպատակին։ Այսինքն խնդիրը չի լուծվել։ Պատերազմից առաջ ինչ պրոբլեմ ունեին, պրոբլեմն ավելացել է, նույնիսկ եթե երկու կողմն է ծանր հարվածակ է։ Լիբանանն ու դիմադրության առանցքի բոլոր ուժերը, որպես Իրանի դաշնակիցներ, ուղղակիորեն ներառված են հրադադարի համաձայնության մեջ։ Ղալիբաֆը խիստ նախազգուշացում է հնչեցրել հրադադարի հնարավոր խախտումների վերաբերյալ Լիբանանի դեմ իսրայելական վերջին կործանարար հարձակումների համապատկերով։ Հրադադարի ռեժիմի խախտումներն ունենալու են հստակ հետևանքներ եւ կարժանանան կոշտ պատասխանի, նշել է խորհրդարանի խոսնակը։ Էսեն խորհրդարանի խոսնակն է, որ բանակցությունում լինելու է Իրանի բանի պատվիրակության ղեկավար։ Հիմա դուք տեսնում եք, որ պատրաստվում են խաղաղության։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Ղաթիբզադեն հայտարարել է. Միացյալ Նահանգները պետք է ընտրություն կատարեն խաղաղության եւ պատերազմի միջև Մերձավոր Արևելքում։ Դուք չեք կարող ունենալ եւ մեկը եւ մյուսը միաժամանակ։ Դրանք բացառող են, դա բավականին ակնհայտ է։ Դուք չեք կարող հրադադար խնդրել, ընդունել դրա պայմանները, այն տարածքները, որոնց վրա այն տարածվում է, այնտեղ հիշատակել Լիբանանը եւ հետո սկսել սպանդը։ Այսինքն ուզում եմ ասի, որ դուք ընդունել եք իմ պայմանը, որտեղ Լիբանանը մտնում էր։ Նշել է Ղալիբզադեն, հավելելով, որ համապատասխան վճռական ուղերձը 3 երեկոյան ուղարկվել է Վաշինգտոն։ Այսինքն նորից էլի ուղարկել են, ասել են, եթե դա չկատարեք, բանակցությունն անիմաստ է։ Դոնալդ Թրամփն ասում էր, Իրանը ոչ մի պաշտոնյա չի մնացել, որոնց հետ կարելի է բանակցել կամ որոնց հետ բան քննարկել։ Բայց այսքան որ կարդում ենք այդ մարդկանց հայտարարությունը, բացանակ պաշտոնյա չեն, բա ում անունից են լիազորված sense բաներ ասեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հրադադարի պայմանները հստակ եւ միանշանակ են։ Ամերիկան պետք է ընտրի հրադադարի կամ Իսրայելի միջոցով պատերազմը շարունակելու միջև։ Երկուսի համատեղումն անհնար է։ Աշխարհը հետևում է Լիբանանում տեղի ունեցող սպանություններին, գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է։ Հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ԱՄՆ բոլոր նավերը, օդանավերը եւ անձնակազմը հավելյալ մարտական լրակազմով, սպառազինությամբ եւ այն ամենով, ինչը տեղին է ու անհրաժեշտ արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման եւ ոչնչացման համար կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագիրը չի պահպանվի ամբողջ ծավալով։ Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կսկսվի հրաձգությունը ավելի մեծ, ավելի լավ եւ ավելի ուժգին, քան որևէ մեկը երբևէ տեսել է։ Շատ վաղուց էր համաձայնեցված եւ հակառակի մասին ողջ կեղծ հռետորաբանությանը հակառակ ոչ մի միջուկային զենք եւ Հորմուզի նեղուցը լինելու է բաց եւ անվտանգ։ Միևնույն ժամանակ մեր հզոր բանակը համալրվում է եւ հանգստանում իրականում անհամբեր սպասելով իր հաջորդ նվաճմանը, ամփոփել է Թրամփը։ Այսինքն ինքը համարում է, որ Ամերիկայի բանակը նվաճողական բանակ է։ Հիմա սա կավարտի եւ կանցնի նվաճողական մեկ ուրիշ պատերազմի։ Իսկ կարծում եմ, որ լավ ճանապարհի վրա չի, լավ շրջապատ չի ինգե, եթե չասեն, որ այդ շրջապատը ինքն է իր համար հավաքել, որպեսզի իր ասածը ասեն, հա ինչ ասում ես, շատ լավ ես անում, մենք քեզ պաշտպանում ենք։ Հիմա դուք տեսնում եք, այս հռետորաբանության մեջ այս խաղաղությունը հաստատված է արդյոք։ Իսկ եթե ոչ, մենք Իրանի հետ կապված խնդիր ոնց որ թե չունենք, Ամերիկայից էլ մեծ սպասելիքներ ունեինք 99 տարով երաշխավորություն հարց։ 99 օր էլ չտևեց նա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից երաշխավորված պետությունները հայտնվեցին հարվածների տակ եւ իրանց տնտեսությունները շատ ծանր կորուստներ կրեցին, որովհետեւ մի բան, որը կառուցած է տուրիզմի, մի բան, որ կառուցած է անշարժ գույքի վրա եւ այլ նման կարգի խնդիրների, բիզնեսի համար բարենպաստ միջավայր, որ մարդիկ գնան ներդրումներ անեն, դե աշխատեն եւ մեկ էլ մի հատ հրթիռի հարված ու չես իմանա վաղը որ շենքին կխփեն, վաղը ինչին կխփեն։ Հիմա էս է մթնոլորտը, հիմա շարունակվում է նաև Իրանի հռետորաբանությունը։ Ինչի եմ ասում, որ ասում են, որ բաում հետ ենք բանակցելու կամ ինչ ենք անում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան Լիբանանին հասցվող Իսրայելի շարունակական հարվածները անիմաստ կդարձնեն Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իսլամաբադում նախատեսված բանակցությունները։ Սիոնիստական ռեժիմի կրկնվող ագրեսիան Լիբանանի դեմ
հրադադարի նախնական համաձայնությամբ բացահայտ խախտում է։ Սա խաբեության և հնարավոր պայմանավորվածությունները չհարգելու վտանգավոր ազդանշան է։ Նման գործողությունների շարունակումը բանակցությունները կդարձնի անիմաստ։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ անգամ Իրանը համաձայն է, պատրաստվում է բանակցություններից դուրս գալ կամ չսկսել անգամ բանակցությունները։ Բայց ինչի մասին է խոսքը։ Բայց ջախջախված Իրանն է դա ասում, բայց չի վախենում, որ Ամերիկան քարեդար կուղարկի Իրան։ Կարող է ինչ-որ մի բան դուք չեք լավ տիրապետում։ Ոչ մեկը չի ասում Ամերիկան Իրանից ուժեղ չի, բայց Ամերիկան իր հարվածներով հասավ վերջնական արդյունքին, թե չէ, սրա մասին է խոսքը։ Ամերիկան Վիետնամից էլ էր ուժեղ, բայց չտեսանք վերջում ինչ եղավ։ Աֆղանստանից էլ հաստատ ուժեղ էր, դրա վերջն էլ տեսանք։ Այնպես որ պետք է մենք իրավիճակը օբյեկտիվ գնահատենք։ Փեզեշջյանը նշել է, որ Իրանի զինված ուժերը ձեռքերը պահում են ձգանին։ Իրանը երբեք մենակ չի թողնի իր լիբանանցի քույրերին ու եղբայրներին։ Հիմա տեսակ էս, բայց հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ սկսում է էլի բանակցություններից առաջ իր ագրեսիվ հռետորաբանությունը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթ։ Իրանցիները սկզբում ներկայացել են 10 կետից բաղկացած ծրագիր, որը հիմնարար անլուրջ էր, անընդունելի և ամբողջությամբ մերժվել է։ Նախագահ Թրամփը և նրա բանակցային թիմն այն բառացիորեն աղբար կղեն նետել։ Այս սենյակում ներկա շատ լրատվամիջոցներ սխալմամբ հաղորդել են, որ այս ծրագիրը ընդունելի է ԱՄՆ-ի համար, բայց դա ճիշտ չէ։ Այսինքն հիմա ուզում եք ասեք, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Այդ 10 կետը, որ ուղարկել է Իրանը, դրա մասին չի խոսում։ Դա աղբար կղակցե Դոնալդ Թրամփը, բայց ինչի համար է բանակցում։ Ինչ է դրած բանակցային սեղանին, որ բանակցում են։ Այսինքն դա ներկայացել է 10 կետ, դու աղբար կղես գցել, դու ներկայացել ես 15 կետ, ինքն է աղբար կղկցել։ Բայց կարելի է հասկանալ, բայց դուք այդ ինչի համար եք բանակցում։ Ինչ եք ձեռք բերել նախնական, որը կանխել է այդ հարվածները, որը Ամերիկան պետք է խփեր։ Նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես Իրանում ուրանի հարստացման դադարեցումը չեն փոխվել։ Իսկ Իրանն էլ կարդացի ձեզ համար, իրանք ասում է ուրանի համար մոռացեք, որ մենք դա ձեզ հանձնելու ենք։ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է Իրանի հետ բանակցել միայն այն պայմանով, որ Հորմուզի նեղուցը բաց մնա նավագնացության համար, նշել է Լևիթը։ Հորմուզի նեղուցը սենց թե հենց Իրանը ասեց, որ կբացեմ, եթե զինադադարը։ Չնայած ասեց, որ կլինի վերահսկողության ներքո եւ բացի դրանից էլ որոշակի թողունակությամբ բաց կթողնեն, այնպես բացահայտ սենց չեն բացել Հորմուզի նեղուցը։ Այսինքն այնպես որ դա ներկայացնել որպես բանակցությունից առաջ տարած հաղթանակ, դա պայմանավորվածություն է, դա բան չկա։ Իրանը պնդում է, որ պատերազմի դադարեցումն ամրապնդվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով։ Եթե պատերազմի դադարեցումը չամրապնդվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևում մեր կողմից առաջադրված պայմանների հիման վրա, շարունակում են պնդել իրենց պայմանները, մենք լիովին պատրաստ ենք վերսկսել ռազմական գործողությունները ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դեմ, այնպես ինչպես դա արել ենք վերջին 40 օրվա ընթացքում և նույնիսկ ավելի մեծ ինտենսիվությամբ, ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Իսկ հիմա նայենք, Դոնալդ Թրամփը բավական դժգոհ էր ՆԱՏՕ-ից եւ հիմա այդ դժգոհություններից հետո առաջի անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ։ Հիմա տեսնենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սա նրանց առաջին հանդիպումն էր։ Այն բանից հետո, երբ Թրամփը քննադատել էր իր եվրոպացի դաշնակիցներին Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից մղվող պատերազմին միանալուց հրաժարվելու համար։ ԱՄՆ նախագահը մեկնաբանել է հանդիպումը, ափսոսանքով նշելով, որ ՆԱՏՕ-ն չօգնեց մեզ, երբ մենք դրա կարիքն ունեինք։ ՆԱՏՕ-ն այնտեղ չէր, երբ մենք նրանց կարիքն ունեինք, եւ նրանք այնտեղ չեն լինի, եթե մենք նրանց կարիքը կրկին ունենանք։ Հիշում է Գրենլանդիան, այդ մեծ է, վատ կառավարվող սառույցի կտորը, նշել է Թրամփը։ Սա այդ Վենեսուելան, որ հիշում է, ինքը հիմա ասում է ՆԱՏՕ-ն ինչ չօգնեց Իրանի հետ կապված հարցում, բայց Գրենլանդիան Իրան չտալու պատճառով արդեն ինքը ՆԱՏՕ-ից նեղացել էր եւ խոսում էր ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին։ Այնպես որ հիմա սա ուղղակի գցում է, տեսեք, Իրանի հետ կապված էլ չօգնեցիք, չնայած Մարկ Ռյուտեն բացատրել է, որ հնարավորինս օգնել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ինչքան որ կարող են, մեկը բազաների հարցում, մեկը որոշակի հարցերում, ավելին չէին անելու, նա էր բացատրում, որ ավելին անելու իմաստը չկար։ Այստեղ
մենք ունենք այն իրավիճակը, որ Դոնալդ Տրամպը այնուամենայնիվ համառորեն ցանկանում է Գրենլանդիայի հարցը լուծել, իսկ Գրենլանդիայի հարցը լուծելու համար ինքը պետք է կամ զորք մտցնի Գրենլանդիա, որը որ անհասկանալի է, թե դու ինչ ես քո ՆԱՏՕ-ի, այսինքն ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ քո գործընկեր Դանիայի տարածք ես մտցնում զորք։ Ոնց ես բացատրում։ Բայց ՆԱՏՕ-ից դու ուզում ես դուրս գաս, որպեսզի հիմք ունենաս, հարձակվես ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա։ Էլ իրան ըստ ինչ կապ ունի։ Այսինքն ամեն ինչ բրծար, մնացել է հիմա էլ բան, հա։ Հիմա էլ Գրենլանդիան շարունակում ես համառորեն պնդել, տվեք ինձ Գրենլանդիան։ Մարդիկ բացատրեցին, որ մենք չենք վաճառվում, հայրենիքը չի վաճառվում, որ 56,000 մարդուն ամեն մեկին $1 միլիոն տալով դու չես կարող այդ մարդկանց առնել։ Այո, կարող է շատ գայթակղիչ է հնչում, որ այդ մարդիկ կդառնան Ամերիկայի քաղաքացի։ Գայթակղիչ է, որ այդ սարսի կտոր, ինչպես ասում է Դոնալդ Տրամպը, ընդերից դուրս կգնան շատ լավ բնակլիմայական պայմաններում տեղ կապրեն, բայց հայրենիքը չի վաճառվում։ Հայրենիքը անշարժ գույք չի։ Հնարավոր չի բացատրել մարդուն, ասել այ մատ լամյատ նստի քեզ բացատրենք, հայրենիքը եւ անշարժ գույքը մի քիչ իրարից տարբերվում են։ Հասկանում եմ մարդը դրա մասնագետն է, դրանից մեծ շահույթներ է ստանում։ Հասկանում ենք շատ ծանր է տանում, որ իրան մերժում են տենց բան։ Ոնց, եթե կա փող, եթե կա գույք, չենք կարա առնենք։ Հայրենիքը չի վաճառում, այդ է հարցը էլի, ամենամեծ խնդրը դա է։ Եվ պատահական չէ, որ այս հարցում Դոնալդ Տրամպը այսօր չէ, բայց այս վերջերս ինչ էր ասել, չէ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, երբ ես սա ավարտեմ, մի նկատի ունի Իրանի հետ կապված այդ հարցերը լուծել ամեն ինչ, կարող եմ գնալ Վենեսուելա, արագ իսպաներեն սովորել եւ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Տրամպը պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ի հետ տարաձայնությունները սկսվել են Գրենլանդիայի պատճառով։ Մենք ուզում ենք Գրենլանդիան, իսկ նրանք չեն ուզում այն մեզ հանձնել։ Եվ ես ասացի ցտեսություն։ Այսինքն սա նա է, որ ինքը խոստովանել էր։ Հիմա Ռյուտեին ասում է Իրանի հետ կապված, բայց արդեն ինքը խոստովանել է Գրենլանդիայի պատճառը։ Տրամպը միաժամանակ գանգատվել է Հարավային Կորեայից, Ավստրալիայից եւ Ճապոնիայից։ Հարավային Կորեան մեզ չի օգնել, Ավստրալիան մեզ չի օգնել, Ճապոնիան մեզ չի օգնել։ Մենք ունենք 50,000 զինվոր Ճապոնիայում, 45,000 Հարավային Կորեայում, որպեսզի պաշտպանենք նրանց Կիմ Չեն Ընից, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ, ընդգծել է Տրամպը։ Այսինքն Հարավային Կորեայում զորք ունենք, որը պաշտպանում է Կիմ Չեն Ընից, բայց Կիմ Չեն Ընի հետ էլ ինքը լավ հարաբերություն ունի։ Իմաստը որն է, որ ինքը այդ զորքը պահի։ Բայց այդ զորքը պահելը արդեն ուրիշների վրա մուննատ գալը չաշխատեց, որովհետև զորք կար արաբական երկրները, մենք տեսանք արդյունքում ինչ եղավ։ Բայց հարցը դա չի, այս ամեն ինչը մենք գիտենք։ Երբ որ մարդը մի օր կանգնում ասում է ուզում եմ Հռոմի պապ ընտրվեմ, մի օր ասում է այնքան բան եմ արել ուզում եմ Իսրայելի վարչապետ ընտրվեմ, հիմա էլ ասենք ուզում է ինքը դառնա Վենեսուելայի նախագահը ուզում դառնա, Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրողը իրան վիրավորված չի զգում։ Աշխարհի ամենահզոր պետության ղեկավարը, ընտրված նախագահը նստել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի գահին, որից բարձր կետ գոյություն չունի։ Նույնիսկ Ջոմոլունգմայի բարձրությունը ավելի մեծ բարձր չի, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի աթոռը։ Մարդը այդտեղ նստում է ուզում է գնա Վենեսուելայի նախագահ դառնա։ Այսինքն դուք ձեզ ո՞նց եք զգում։ Դուք մի մարդու նստացնում եք այդ աթոռին, նա ինքը ուրիշ աթոռ է ուզում։ Ավելի ուրիշ աթոռ կա, որ ինքը երազում է նախանձում, հա։ Թե ուղղակի Վենեսուելան բռնատիրական պետություն է, այնտեղ եթե ինքը գնա, ինքը ուղղակի Մադուրոյի պես կղեկավարի։ Դե Ամերիկա էլ որ գա ուրիշ նախագահ, հաստատ չի գա իրան գողանաբերի Նյու Յորքում բանտ մտցնի, էլի։ Ես չեմ կարող հասկանամ այս մարդու ցանկությունը, տենչանքը ուրիշ գործերի վրա աչք ունենալու իմաստը որն է։ Այն մարդ ամեն օր բացատրեք, որ դու Ամերիկայի նախագահն ես։ Եվ տեսնում եք, որ այս ամեն ինչը տարածվում է ամբողջ աշխարհի վրա։ Ամբողջ աշխարհը մենք անհանգիստ ենք։ Մենք անհանգիստ ենք ուժի դիրքից վերափոխումներ, որ արեցին։ Վաղը մյուս օրը որևէ մեկ ուժի դիրքից ցանկանում է Հայաստանի հետ կապված ինչ-որ բան։ Առջևում ընտրությունները հազարով մի լարված իրավիճակ կլինի, ներպետական ցնցում կփորձեն անել։ Դա Աստված ոչ մի բան չլինի, բայց պետքա բոլոր ռիսկերը գնահատել։ Պետքա լրիվ հասկանալ ինչի են ընդունակ եւ ինչ կարող են անել։
Առավել ևս չմոռանաք, որ իրանական հրթիռը դրոնը խփեց Նախիջևանին եւ մինչեւ այսօր չեն կարող հաստատեն ով արեց։ Դա միշտ պետք է հիշեք, որ այդ նույն կարգի պրովոկացիայի Հայաստանի տարածքից եթե մեկը անի, մենք չենք էլ իմանա ով արեց։ Առավել ևս որ տեսանք ընդեղ էլ մինչև հիմա չպարզեցին թե ով արեց։ Եվ այս պարագայում մեզ համար շատ կարևոր է, որ վաղը մյուս օրը մենք ում ենք ասելու, ընկեր, ես ինչ ես մտել մեր տարածք, ես ինչ ես անում։ Այս աշխարհում կարգ ու կանոն չկա, պարզվում է չկա։ Հիմա մի հատ բան էլ ընտրություններից առաջ Facebook-ը հիշացրեց այս օրերին, դե ընտրություններից առաջ են վաղ հունիսի 20-ին էր, հիմա հունիսի 7-ին է, սա էլ 21 թվականին է։ Այս ընտրություններում դրսից աջակցություն ակնկալելը խորը թյուրիմացություն կլինի, քանի ուշ չէ հույսները դրեք ձեզ վրա։ Ինչի եմ ասում, որտեղ հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը գնացել էր Պուտինի հետ հանդիպման, եւ մարդիկ սրտատորով սպասում են, որ սա Պուտինը տեսեք ինչա անելու։ Էլի գնաց այնտեղ պայմանավորվեց եկավ, էլի, այսինքն բան չի փոխվել, Ժորժ ջան, 5 տարի է փոխվել ընդամենը։ Ոմանք սրտատորով դեռ սպասում են Բաղդալի լուրին, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետին պարտադրած լինի, որպեսզի նրա հրաժարական տալուց հետո Քոչարյանը դառնա վարչապետ, ու այնպիսի ագրեսիվ անհամբերությամբ են սպասում դրան, որ չեն կարողանում իրենց այդ միտքը մտքում էլ պահել։ Դեռ Փաշինյանը այնտեղ է, իրանք ստեղ արդեն ասում են, էսա կանչելա, որ ասի պաշտոնը կհանձնես Քոչարյանին։ Դեռ չէին եկել, որ ես սա գրել եմ։ Ուզում ասեմ, ես չգիտեի, թե այնտեղ ինչ են խոսացել, բայց գրել էի արդեն մինչև գալը։ Բայց պետք է ուղիղ գծով, ուղիղ 1805 կիլոմետր քաղաքականություն ցեռու լինես, կարծելու, թե նման բան հնարավոր է այսօր, կամ որ դա կհանդուրժի մեր ժողովուրդը։ Ուղիղ գծով 1805 կիլոմետրը Երևանից Մոսկվան, դե այլ ուղիները պարզա ուղիղ գիծ չի։ Դրա համար ուղիղ ասել է մարդիկ ուղիղ այդքան քաղաքականությունից հեռու են, եթե կարծում են, որ Պուտինը կանչել է, որ ասի իշխանությունը հանձնի։ Չեմ խոսում այն մասին, թե որքանով է բարոյական կարծել, որ սուվերեն պետություն հանդիսացող Հայաստանի վարչապետին մեկ այլ երկրի ղեկավարը, թեկուզ ռազմավարական դաշնակից, կարող է գործից ազատել ու տեղն իրեն մարդուն դնել։ Դա թողնում եմ հպարտ քաղաքացիներին ծաղրող, ազնվական ծագում ունեցող էլիտար ընդդիմադիր ռուսամետների խղճի։ Իհարկե հպարտը, ազնվականն ու էլիտարը ճակերտների մեջ, մենք գիտենք ում հետ գործ ունենք, էլի։ Իսկ մնացածին ասեմ, որ դա հնարավոր չէ եւ վերջ։ Անհույս կասկածողների համար ստիպված պարզաբանեն, որ ով էլ հաղթի շնորհակալությունը հայտնելու խորահարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչին, Փաշինյանը չխանգարելու, Քոչարյանը օգնելու համար։ Իսկ թե որքան է ինտեգրված Ռուսաստանը մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում, առավել ևս պատերազմից հետո, առնվազն ծիծաղելի է կարծել, թե Պուտինի համար կարող է լինել Հայաստանի ղեկավար յուրային կամ օտար։ Ով հաղթի, նա էլ յուրային է, էլ ինչին է պետք աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշի Հայաստանն ու իր միջամտությամբ, որ դրանով առիթ տա արևմուտքին ակտիվանալու մեր երկրում։ Ոնց որ հիմա արևմուտքը ակտիվացել է, ասում է, որ Ռուսաստանը չտանի, չէ՞։ Այն ժամանակ էլ ասի չի ակտիվանալու, որ արևմուտքը առիթ չունենա ակտիվանալու։ Այս ընտրություններում Ռուսաստանի դերակատարությունը շահարկվելու է չափազանց շատ, բայց սա լինելու է մեր այս տարիների այն բացառիկ ընտրությունը, որտեղ պաշտոնական Կրեմլի ազդեցությունը լինելու է ինչպես միշտ սեփական շահերին համարժեք, տվյալ պարագայում զրոյական, եթե անգամ Պոզները չէ, որը հարցազրույց էր վերցրել Քոչարյանից, Մարգարիտա Սիմոնյանն ու Նայիլա Ասկերզադեն Մոսկվայում համատեղ հարցազրույց կազմակերպեն Քոչարյանի հետ, քանի դեռ ոչ թե ինքնիշխան պետության, այլ ծայրագավառի ճարպիկ գործչի մտածելակերպով ենք փորձ անում բացատրել գերտերության ղեկավարին իշ երկրի շահերը, որպեսի տակից առաջ բրդենք մեր սեփականը, միշտ էլ հաշվարկներում սխալվելու ենք։ 21 թվականի ապրիլին, որ սա ասվել է, հունիսին պարզ չդառավ, որ իրանց հաշվարկներում սխալվել էին։ Ակնհայտ է այս ընտրությունները Փաշինյանին պետք է իր իշխանության վերարտադրության համար, որ պատերազմի պարտության բեռը թողնի իրեն վստահության կվետված ժողովրդի վրա, նաև ստանա ռեպրեսիաների անցնելու մանդատ։ Ուստի խաղալ Փաշինյանի խաղը նրա սահմանված խաղի կանոններով, կանխորոշված արդյունքի պարագայում լուրջ չէ,
Խնդիրն այն է, որ եթե Քոչարյանը պարտվում է, դա այնպիսի քարտ բլանշ է Փաշինյանին, որ ընդդիմադիր ուժերը հետագայում շատ ավելի մեծ ջանքեր պիտի գործադրեն Նիկոլին հաղթողի բարձունքից ցած նետելու համար։ Դե հատուկ Քոչարյանը գնաց իր պարտությամբ ոչ միայն լեգիտիմացրեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, այլ նաև որ տեսակ ու հաղթե Պուտինի ինգերոջը, հիմա էլ Պուտինի միլիարդատիրոջը։ Այս էժանագին շոուի վրա 5 տարի հետո նորից խաբվում ենք։ Երբ իմ նման շատերը գտնում են, որ ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ նախկինների վերադարձը, հիմա արդեն ստիպված մտածում ենք, որ ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ, որ նախկիններն իրենց խելքով մարտի բռնվելով, դրանով իսկ ընտրապայքարը դարձնելով նախկին ու ներկա իշխանությունների մահու կենաց կռիվ, մյուս ընդդիմադիր ուժերի վրա ստվեր գցելով, արդյունքում իրենց պարտությունը փաթաթեն ոչ միայն ողջ ընդդիմադիր դաշտի, այլ ողջ երկրի վզին։ Այդ նույն բանը այսօր չի, ժողովուրդ ջան, բանա փոխվե։ Փաշինյանը պետք է հեռանա, սա էլ ինձ եզրակացություն։ Միակ բանը, որ ուզում ենք փոխվի, ունենանք այլընտրանք, որպեսզի այս խայտառակությունից դուրս գանք։ Այս 5 տարվա մեջ մոլորակը տեսակ ինչեր է քաշել, ինչեր է կատարվում աշխարհում, տարածաշրջանում, ու մենք մնացել ենք նույն մակարդակին, մեր մոտ որևէ աճ էտողությամբ չկա։ Եվ դրա համար նաև ուզում եմ ասել, որ արևմտամետ որոշ հրապարակային գործիչներ, որոնք որ սատարում էին Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, որ այո, մենք սատարում ենք, որովհետև ինքը մեզ Եվրոպա է տանում, հիմա իրանք էլ հրաշալի գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում։ Իրանք էլ չգիտեն հիմա ոնց են իրանց պահելու, բա ինչ անեն, բա խրասել են Փաշինյանի քաղաքականությունն են գովերքում։ Իհարկե մենք կտեսնենք նաև այն արևմտամետները, որ իրանց կյանքի նպատակը համարում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու, տեսնենք ով առաջադրում, ինչ է առաջադրվում, նո առիթ կունենանք ամեն ինչը իր տեղը դնելու, որտեղ իրանք ամեն ինչ արեցին, որ դառնան Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժեր, մտնեն խորհրդարան եւ մտնելուց հետո իրանք ձայները տան Նիկոլ Փաշինյանին ու չեն էլ թաքցրել, որ իրանք ծրագրերը այդպիսին է, այո դե այդ պակասը պետք է լրացնեն։ Հիմա իրանք իրանք խապված են զգում, մտածելով որ ոնց որ թե Նիկոլ Փաշինյանը առանձնապես իրանք չի կոտորում, որ իրանք աջակցի, որպեսզի իրանք գնան խորհրդարան։ Այսինքն դուք ժողովրդավարությունից եք խոսում, արևմտյան ժողովրդավարությունից եք խոսում եւ ուզում եք որ օրվա իշխանությունը ձեզ աջակցի, որ դուք ինքներդ հայտնվեք խորհրդարանում արևմտյան արժեքներից խոսակ ժողովուրդ։ Հիմա ձեզ քծված եք զգում, հա, որ այսինքն դե Նիկոլ Փաշինյանը չցանկացավ էլի իրանց օգնել, իրանք այդքան իրան սատարեցին, բայց ոնց որ չեն տեսնում պատասխան վերաբերմունք։ Գնացեք ընտրությունով դրեք ժողովրդին ապացուցեք, որ դուք ասելիք ունեք։ Դուք եթե գնաք ժողովրդին ասեք ձայն տալով ձեզ, ձայն եք տալի Նիկոլ Փաշինյանին, ձայնը վերցնելու ենք տանք Փաշինյանին։ Արանքում էլ մի 4% մենք փայ մտնենք, որ մտնենք խորհրդարան։ Ժողովրդին էլ պետք է ասի, դե եթե ձայն պետք է տանք Փաշինյանին, նրա կտանք Փաշինյանին, էլ դուք ովքեր եք։ Բա ինչ եք ուզում, հիմա Փաշինյանը ձեզ օգնի, դուք մտնեք խորհրդարան։ Իրանչին եք պետք։ Կասի ժողովրդին ձեն տվեք էլի։ Այդ ձեր վարած սխալ քաղաքականություններ, որ մարդկանց աչքին թոշ փցեք, որ դուք իրական արևմտամետ եք, բայց սատարում եք Փաշինյանին։ Իրական արևմտամետը Փաշինյանին սատարել ուղղակի չի կարող։ Եթե այդքանը չեք հասկանում, մեղադրեք ձեզ։ Այնպես որ այդ հարցին էլի պարբերաբար կանրադառնանք, թող մի հատ առաջադրվեն, տեսնենք ինչա կատարվում։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։